ABC մեդիայի հարգելի հետևորդներ, զրուցելու ենք Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի հետ։ Պարոն Դանիելյան, մոտ 1 ժամ է, արդեն ինչպես նշեց Նժդե Իսկանդարյանն, այստեղ խուզարկություն է իրականացնում, ծանոթացել եք դատարանի որոշման հետ, ինչ կա նախ այնտեղ գրված, ինչի համար է այս ամենը իրականացվում։ Նախ ես չեմ ծանոթացել, փաստաբանը հիմա կծանոթանա, Ռոման Երիցյանը, խուզարկություն են կատարում, արդեն 1 ժամից ավել է։ Դե իմ կարծիքով երեկվա մեր միջոցառման սա պատասխանն էր երևի, այս պահին դեռ ոչինչ չունեմ ասելու, բոլոր սենյակները խուզարկում են, թե ինչն են խուզարկում, ինչ կա, կտեսնենք, հիմա թողենք փաստաբանը ծանոթանա գործին եւ դրանից հետո արդեն հետեւությունները, բայց ընդհանուր առմամբ գնահատականը սա է, որ երեկվա մեր միջոցառումից հետո հենց անմիջապես այսօր առավոտյան ներկայանում են Արցախի ներկայացության շենք եւ սկսում են խուզարկություն։ Այսինքն ուղիղ կապ եք տեսնում երեք ձեր լսումների եւ այսօր իրականացվողների հետ։ Երեք իդեպ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ զրույցում առաջարկ է հնչեցրել, որ այլևս չշարունակել արցախցիների հավաքական վերադարձի մասին խոսել եւ նույն առաջարկն արել է նաեւ Ադրբեջանին ուղիղ հարթության մեջ դնելով այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի հարցը։ Այս մասին դուք ինչ մեկնաբանություն ունեք։ Նախ չի կարելի մեկը մյուսի հետ կապել, Արցախի հանրապետությունը դա 3 տասնամյակ գրեթե եղել է որպես չճանաչված պետություն, բայց Հայաստանի կողմից դե ֆակտո ճանաչված, բայց դե յուրե ոչ, եւ ընդհանրապես համանախագահ երկրները, երբ այցելում էին տարածաշրջան, Հայաստան, Ադրբեջան, նաեւ այցելում էին Արցախ, Ստեփանակերտ, հանդիպում էին Արցախի ղեկավարության հետ, նախագահների հետ եւ փաստացի կարող ենք ասել, որ այդ համանախագահ երկրներն են ճանաչում Արցախի հանրապետությունը։ Իսկ հիմա արևմտյան Ադրբեջան այդ կեղծ թեզը, որ Ադրբեջանն օրինել են եւ այսօր ներկայացնում են, որ պետք է վերադառնան, դա ընդհանրապես չի կարելի մեկը մյուսի հետ կապել, եթե այսպես վերցնենք նախկին ադրբեջանական ԽԽՍ-ում ապրել են տարբեր թվերով 300,000-ից ավել հայեր եւ այսօր այս 88-ից սկսած շարժման հետևանքով ծրվել են ամբողջ աշխարհում։ Իմ ունեցած տեղեկություններով 360,000 հայ է ապրել Ադրբեջանի տարածքում։ Բաքվում եղել է հայկական թաղամաս, որտեղ Արմենիքենդ է կոչվել, 60,000-ից ավել հայ է ապրել եւ այսօր այնտեղ չկան այդ հայերը։ Եվ ընդհանրապես, եթե բանակցային process-ի մասին ենք խոսում, երբեք չի եղել նման խոսույթ, այսինքն փախստականների վերադարձի մասին, երբ որ խոսվում էր Հայաստանի ապրող ադրբեջանցիների եւ Ադրբեջանում ապրող հայերի մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ընդհանրապես կապ չունի եւ այսօր մեկը մյուսի հետ կապվել անիմաստ է եւ սխալ քաղաքականություն է։ Ես այդպես կգնահատեմ այսօրվա Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը եւ ոչ մեկ չի կարող փակել Արցախի հարցը։ Պարոն Դանիելյան, երեք լսումների ժամանակ անգամ գուցե կատակով նշեցիք, որ եթե Գեղամ Մանուկյանը նշեց, որ եթե այս լսումներն իրականացվեր Բաքվում, տեղում ձերբակալություններ, խուզարկություններ կսկսվեին եւ եթե Երևանում կմտածեին, թե ինչի շուրջ կարելի է խուզարկություն իրականացնել։ Հիմա դուք որևէ մտավախություն ունեք, որ կարող են այդ նույն տրամաբանությամբ ձեզ կամ Արցախի մյուս պաշտոնյաներին ձերբակալել որևէ գործով։ Եղել են արդեն այս 2 տարվա ընթացքում Արցախի պաշտոնյաների նկատմամբ եղել են ճնշումներ, վերջերս արդեն կոնկրետ Արցախի ազգային ժողովի падգամավոր Դավիթ Գալստյանը ձերբակալված էր, կալանավորված էր Տետոտնային կալանքում, հիմա որոշակի սահմանափակումներում նախկին քաղաքապետներ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Մարտակերտի քաղաքապետ, Ասկերանի քաղաքապետ, կոնկրետ տարբեր պաշտոնյաների նկատմամբ եղել են ճնշումներ եւ շարունակում են այդ ճնշումները եւ մենք չենք բացառում, որ կլինեն նման ճնշումներ եւ կշարունակվեն այդ ճնշումները, այսինքն այս իշխանությունների ոչի մեջ է։ Ճնշումներն ինչքանով են ազդում ձեր քաղաքականության վրա։
փոխվերգից ինչ որ կոմպրոմիսի գնալ։ Մենք մեր իրավունքները պաշտպանելու ենք եւ դա ոչ մեկ չի կարող մեզնից այդ ասի, որ դուք այս իրավունքները չունենք։ Մենք ունենք վերադարձի իրավունք, մենք ունենք պահանջատիրություն, մեր հարցը մենք երեկել ենք նշել, մինչ այդ էլ ենք նշել եւ այսօր էլ ենք նշում, որ Արցախի հարցը փակված չի եւ մենք պայքարելու ենք մեր իրավունքների համար։ Ներսում գործողությունները դեռ շարունակվում։ Այո, շարունակվում են, առաջի հարկում արդեն ավարտվել են, հիմա արդեն երկրորդ հարկում են շարունակում գործողությունները։ Պարոն Ալիևյան, հասարակային կապակցվածություն եք տեսնում խորհրդարանական լսումների հետ։ Ես մի քիչ առաջ նշեցի, այո, երեկվա լսումներից հետո, եթե այսօր առավոտյան ներկայանում է քննչական կոմիտեն Արցախի հանրապետության ներկայացության շենք եւ սկսում են խոզարկությունները, հիմա փաստաբանը կծանոթանա ընդհանուր գործին, բայց տեսնում եմ կապը եւ ինչպես նշեց Անին, երեք պարոն Մանուկյանն էլ նշեց, որ տարբերությունը Բաքվի այսօր Երևանի, որ այնտեղից միանգամից դալիճից բան կանեն, իսկ հիմա ինչ որ բաներ են փնտրում, որ նոր ինչ որ գործընթացներ սկսեն։ Մտավախություն ունեք, որ ինչ որ փաստաթղթեր կգտնեն, որոնք կվնասեն ձեզ, Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղ չկա այնպիսի փաստաթուղթ, որ կարող է մեզ վնասի կամ Հայաստանի Հանրապետության, եթե այստեղ ինչ որ փաստաթուղթ լինի, միայն կարող է օգուտ տալ ընդհանուր Հայաստանին կամ մեր ժողովրդին։ Մենք նման փաստաթղթեր չունենք, որ ինչ որ գաղտնի կամ ինչ որ բան, ինչ փաստաթղթեր եղել են, եթե ժամանակին ինչ որ հարց եղել է, եթե քննչական կոմիտեի կամ իրավական հարցերով ամբողջ այդ փաթեթները ներկայացվել են Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ իրավապահ մարմիններին։ Արդյոք մենակ ենթադրում է այն, որ Արցախի իշխանություններին լրացնեն, մեկուսացնեն։ Դե շարունակում են, նշեցի ես, որ ճնշումներ եղել են տարբեր ժամանակներ Ստեփանակերտի քաղաքապետի, Մարտակերտի, Ասկերանի падգամավորների, իմ ճնշումներ եղել է, մենք շարունակում ենք մեր աշխատանքները, մենք ինչ գործողություն անում ենք այսօր հաշվի ենք առնում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները եւ մեր գործողությունների մեջ չկա այնպիսի գործ, որ կարող է հակա սահմանադրական կամ Հայաստանի Հանրապետության այնպիսի գործողություն անենք, որ վնասնան։ Ընդհակառակը մեր բոլոր գործողությունները մեր հայրենիքն է Հայաստանի Հանրապետությունը եւ մեր բոլոր գործողությունները լինելու է իշա Հայաստանի Հանրապետության, իշա Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության։ Շենքի ընթացքը դատական փուլում է եւ Ռոմանը Երիցյան հիմա որ կավարտի կարող եք շենքի հետ կապված հարցերը իրեն ուղղել։ Շնորհակալություն։